Ինչով ես պայմանավորում սլաքը եղբայր։ Այսինքն Խի է այդ ասոցիացիան եկես սլակ, սլակի։ Հա։ Արա այդ բանը կար է Արնոլդ Շվարցենեգգերի այդ արտահայտությունը, որ ասում էր կապ չունի ինչ տիպի թույն բան ունես, ուղղաթիռ ունես, եթե ուղղություն չունես, դու կարաս այդ թույն ուղղաթիռով ցենց ֆրֆրաս, ցենց աչուձախ առանց ուղղության ինչ-որ տենց ոչ մի տեղ չհասնես։ Բայց թեկուզ եթե ամենավատ ուղղաթիռն է ունես, բայց ունես ուղիղ ուղղություն վերջնակետ, խրած ոնց որ այդում ես ընդ։ Դա տենց ինչ-որ մոտիվացիոնալ թեմաների մեջ էր էլի։ Ու սլաքը ջոգմես որ պարտադիր է դառնում էլի, ասենք նայ մի որոշ ժամանակ կար այդ հարցը, թե ոնց անես, որ միշտ կարողանաս դու լավ արդյունք տաս։ Հա։ Կյանքիդ մեջ, հա, հելնում ես ամեն օր, ընկեր, չգիտեմ, ուզում ես խզարես այդ օր գործի տեղը, ուզում ես լավ ընկեր լնես, ընկերոջդ համար մի լավ բան անես, չգիտեմ, կողակցիդ համար մի հատ լավ բան անես, ծնողներիդ համար եւ ուզում ես sense ամեն օր ինչ-որ մի հատ լավ բաներ անես, լավ ոնց որ perform անես, մաքսիմում կարողանաս քո էներգիան դնես լավ բանի մեջ, ինչ-որ արդյունք ցույց տաս, որ այդաս գիշերը քնելուց ես ջան, ես ինձի դզեցի։ Ու էդի անելու համար ոնց որ գալիս է երկու sense խմբի են, չէ՞, բաժանվում մարդիկ, կարող է մեկը ասի քեզ գիրքա պետք, մոտիվացիա պետք, sense անընդհատ որ դու ունենաս այդ սեր, sense ինչ-որ բան։ Մեկն է կարող ասի այդ ամեն ինչը լրիվ սուտ է, պիտի դիսցիպլին ունենաս, առավոտեսին ժամին հելնես, կապ չունի ոնց ես զգում, ինչ ես մտածում, հելնում ես, սկսում ես այսինչները անում։ Ու երկար ժամանակ օրինակ ես էքսպերիմենտներ էի անում, թե ոնց անեմ, որ այդ երկրորդ կատեգորիայում ոնց որ մաքսիմալը ինձանից քաղեմ, օրվանից քաղեմ։ Այս չեն շատ հերվից եմ գալիս, էլի։ Այսինքն դիսցիպլինայի առումով։ Դիսցիպլինայի առումով։ Ոնց անես, որ ամեն օր ընկեր, ոնց որ գիշերը երբ քնեմ, չգիտեմ։ Ոնց անեմ լավ քնեմ, որտեվ եթե լավ քնա, լավ եմ զարթնելու, լավ ալնելու էներգիաս։ Օտես լիքը պրոտոկոլներ եւ այլն, ասենք Էնդրյու Հուբերմանի ոդքասթները լսելով, sense ինչ-որ խառը եսի ինչեր առավոտը սառը դուշ բան, sense 6-ին հել պարտա։ Sense ինչ-որ sense բաներ կամ չգիտեմ, հել երբ կհելնես, ինչ-որ կարմիր լույսի թերապիաներ, բան, sense այս ձևի բաներ։ Ու ոչ մեկն է տենց առանձնապես չի աշխատում ջոգում։ Էֆեկտիվ չի եղել, հա։ Ոնց որ ու այդ հարցը էլի, թե արդյոք պետք է մոտիվացիա ունենաս ու էմոցիա գիրք պետք է ունենաս, թե ունենաս էս ֆունդամենտալ սխալ հարց է, էլի, պետք է երկուսն ունենաս, պետք է երկուսը իրար վրա դնես։ Պետք է ունենաս ինչ-որ գիրք, մոտիվացիա, էներգիա, էմոցիա ինչ-որ չափով, որ էդի քեզի կողի այս անելիքները տանելու։ Հա, այսինքն էսի չպիտի շատ լինի, որ տենց անընդհատ դու բլբլթաս ու չգիտեմ ինչ, էլի։ Հա, նաև, հա, դու տեղից է, այդ սլաքի հարցը ոնց որ տեղից է գալիս, էլի, ոնց որ այն էմոցիան, որ դու դնում ես, կամ այն նպատակակետը, որ դու դնում ես, այդ դառնում է քո սլակ, հա, ինչ որ վերջնակետ ունես, ինչ որ սլակ ես դրել, ճիշտ է, ոնց որ կարող է շատ հեռու վերջնակետ է, ու ժամանակի ընթացքում քեզ պետք է, որ դու այդ սլակը, ասենք, փոփոխես, sense տարուբերումների մեջ գցես, ինչ որ ժամանակ ուրիշ կողմով դնես գնաս, որ հետո հետ գնաս ընդ բան, հա, բայց դի սլակը ոնց որ դերած ալնի, հա, եթե սլակը չի լնում, ամեն առավոտ դու զարթնում ես, դատարկ։ Ինչ-որ լուրի է սպասում օրինակի համար, որից կախված ալնելու, ասենք հաջորդ ամիս դու որտե ես, այդի նման է բանին, էլի, սենց սլակը թրթռացող սլակի է, սենց վերև ներքև, սենց ինչ-որ ժամը 1, կես ժամը 1 կար այդի փոփոխվի, ու դու կոնկրետություն ու ոչ մի տեղ չի տանում, հա, ֆոկուս չես կարող մնաս, ցրված ես, էլի, այսինքն այդ սլակը ասածը լսողներին կոնտեքստ տալու համար, էլի, ես սահմանում եմ որպես ֆոկուս, հա, եթե ունես սլակ, ուրեմն ֆոկուս եղած ես ինչ-որ մի բանի վրա ու կարող ես այդ գծով ուղի ունես, մի բան ունես գծած սենց։ Բա լավ, եթե սլակը ունես, այդ սլակը բերեց, հասցրեց այդ վերջնակետին, որտեղ որ դու ուզում էիր։ Ու դրանից հետո քո մեջ եկան, չգիտեմ, ինչ որ չափով նաև դատարկություն, որ դու եկել հասել ես դրան, դե որ դրել էիր այդ կետը, եկար հասար, վсё, լավ, հետո։ Ու հետո արդեն քո մեջ գալիս է ինչ որ նաև
մարդ ենք մենք բոլորս էլ։ Գոյաբանական թեմաներ, հետաքրքրություններ, թե մենք որտեղից ենք, խի ենք, ինչի համար ենք եւ նմանատիպ հարցեր, որոնք որ իրանց ոնց որ լինելիությամբ ոնց որ մեզ կտրեն մեր սլակները, մեզ գցեն մեր սլակներից։ Մեր սլակները դարձրեն ասենց մանրիկ, փոքրիկ սլակներ, ասենց 1000 կողմ ուղված, ու դու քո էներգիան ոնց որ առավոտը արթնանաս, ասես են չի մար։ Չկողմնորոշվես արդեն որ սլակն է այդ օրվա դոմինանտողը, ու ընկնես ինչ-ինչ գծերի վրա, ու դու ասես ախպեր, տես օրինակ, ես ժամանակին մյուսից կոնկրետ մեծ սլակ ունեի, բերեց հասցրեց ինձ ստեղ, ես իմ կյանքից գոհ եմ, վատ չի, բայց այն պատկերացրածս, որ պետք է բերեր հասցներ այս կետին ու ես բանսես բաներ, տեղի չունեցավ։ Սկզբում էր դու էդի պատկերացնում, բայց երբ որ ընթացիկ դու այդ քո սլաքի ուղին անցնելով, մաշվելով, մաղվելով, էներգիա դնելով առողջություն, գալիս ես հասնում ես այդ վերջնակետին, այն կինոների մեջ չի, կինոների պես ոնց որ բանը չի էլի մի ժամվա մեջ այդ ամեն ինչ իրադարձությունը կատարվում ու հելար երկու տրիումֆ էլի։ Չէ, հա։ Քո աշխատանքի դիմաց դու ստացար քո ամեն ինչը, ինչը որ դու արել էիր։ Ու երբ որ այդ վերջնակետը դու եկար հասար, ասեցիր դե հա, ախպեր, ինչ խոսքի, էս ինչ էր խոսքի, հա։ Ու հետո արդեն գալիս է ծնվում է գոյաբանական հարցերը քո մոտ։ Այդ ժամանակ ոնց վարվես։ Այդ ժամանակ պետք է այդ գոյաբանական հարցերը իգնոր անես, որ մնաս նորից ինչ-ինչ սլակների վրա։ Կամ ոնց մնաս ինչ-ինչ սլակների վրա, եթե արդեն նախորդ սլակդ դու անցել ես ու քեզի մի այն փառքը չի տվել, որը որ դու սկզբում զգում էիր, որ կարար տար։ Ոնց ես տեսնում։ Իհարկե, հա, ուժեղ հարց է ու պատասխանը ես չի որ գիտեմ։ Չէ, դե ինտերվյու չեմ տալու։ Իմ մոտ օրինակ սենց է, ես սենց եմ մտածում, որ պիտի իհարկե նայ, կյանքում ոնց որ ամեն ինչ պերիոդիկ ալնում, չէ, ինչ որ սլակ ունես, նշանակետ ունես, հասար դրան, հետո մի հատ պիտի դնես, սենց գնաս։ Կան ինչ որ կոպիտ ասած լեվելներ, որոնցում որ այդքան չես կարա քեզի թույլ տաս այդ հարցերի մասին մտածես գոյաբանական, հա։ Չգիտեմ, ծնվել ես ասենք Երևանի ինչ որ մի հատ գետո թաղամասում, տենց քնելու նորմալ տեղ չունես, խոսքի առանձին սենյակ չունես, չգիտեմ ինչ, տենց ասենք գոյաբանական հարցերով քիչ ես, շատ քիչ ես զբաղվում, հա։ Գիտես որ քեզի փող է պետք, ընկեր, քեզի տոն է պետք առանձնանալու համար։ Հելում սկսում ես էդի անել։ Բայց երբ որ գալիս է այդ շրջանը, երբ որ ունես ահագին հարմար բաներ, ունես քո սենյակը, ունես տակ, չգիտեմ, ջուրը, ուտելիքը, ոնց որ հագուստը, այսինքն այն ինչ որ քեզ է շրջապատում, ֆանտաստիկ է։ Այդ վաղ նոր գալիս են ինձ թվում է այդ գոյաբանական հարցերը ու սկսում են խեղդել։ Այդ վաղ ինձ թվում է, որ պետքա թե ինչ ձևերով էդի ոնց որ ուրիշ հարց է, բայց պետքա մաքսիմալս շուտ այդ հարցերին փորձել պատասխաններ գտնել։ Դրանից հետո սլակը դնել, հա, սլակները շարել։ Այսինքն այնց է որ օքեյ է որ ինչ որ պերիոդում դու սլակ չունենաս։ Հա։ Էդի պիտի լինի ոնց որ maintenance, տենց ինչ որ ռեկլամային կամ հա։ Բան, ոչմ Փոքրս սպասարկվող ինչ որ մի հատ վիճակ էլի, որ սպասարկում ես այդ քո սիստեմին, ասենց ինչ որ սերվիս ես անում, էլի maintain ես անում, էլի։ Ասում եմ հետո անգնում բառն եմ անգալի հայերեն։ Սպասարկ ես մի հատ քո սիստեմին։ Գտնես, ասես ոնց որ մի հատ ռետրոսպեկտիվ հետ նայես, ասես կյանքում ես ինչերի հասա, օքեյ, ես ինչ ունեմ հիմա։ Բայց երբ որ դու գնում ես այդ աշխարհ ու սիրում ես այդ աշխարհը, ուզում ես դու ավելի երկար մնաս այդ ամեն ինչի մեջ։ Ոնց է լինում։ Այսինքն ոնց ես պատկերացնում էդի, որովհետև դու արդեն այդ փորձառությունը ունես վեկտորի, միտեղ մի հատ հաստ վեկտոր անցել ես դու կյանքի։ Ու այն ամեն ինչը որ քեզ կոմֆորտ է տալիս, այն ամեն ինչը որ քեզ գցում է մի վիճակի մեջ, որ դու ասես հիմա օքեյ է եղբայր։
ու ես կարամ գոյաբանական հարցերին ընթացք տամ, որ իրանք գան, գտնեն պատասխանը, այլ ավելի խորանամ։ Ու դու զգում ես, որ այդ ամեն ինչը կյանքի գիրք է քեզ հաղորդում, դու սիրում ես այդ թեման։ Սիրում ես այդ էզոթերիկ, չգիտեմ, այն ամեն ինչը որ քեզ տանում է դեպի քեզ, դեպի գոյաբանություն, դեպի քո իմաստ, քո ստեղծման սկիզբ, հենց մեկը ինչով որ դու զբաղվում ես, շումերներ, մարդիկ, մարդկություն, որտեղից է ծնվել եւ այլն, հա։ Դու զգում ես, որ ինքը ահռելի մեծ կիրք է քեզի ապահովում այդ թեման։ Ասում ես ախպեր, այնց կուզեի կյանքիս մեջ իրոք այն ազատ ժամանակը շատ լիներ, որ ես լրիվ ներգրավվեի դրա մեջ ու էներգիաս դնեի դրա մեջ։ Ու այդ ժամանակ դու ենքով այդ նոր վեկտորներից ահռելի հեռանում ես։ Դու զգում ես, որ նոր վեկտոր գտնելու կիրքը ահա որ նվազել է, քան այն կիրքը, ինչը որ դու ունես այդ գոյաբանական թեմաների մեջ։ Ու հետո, երբ որ դու քեզ ռեալիզացնում ես կապիտալիստական աշխարհում, այսօրվա աշխարհում, դու զգում ես, որ եղբայր դու ճիշտ է, շատ ես սիրում գոյաբանությունը կամ գոյաբանական թեմաները, բայց դու ջոգում ես, որ եթե դու վեկտոր չունեցար, վազքի առաջնությունում հետ ես ընկնում։ Ու այդ հետ ընկնելը ոնց որ քեզի լապուխի տեղը զգաս, հասկանում ես, չզգաս, որ այն արժեքը ունես աշխարհում, որովհետև այդ արժեքն է հիմա դիտարկվում ու քեզի տալիս ուժ, որ դու միջավայրում դրսևորվես, սոցիալիզացվես։ Հիմա ոնց այդ ընտրությունը կատարենք, որ չեթանք դառնանք ճգնավոր, թեև արդեն ինչ-որ չափով փորձում ենք ճգնավորել լինենք, որ մնանք այս աշխարհիկ կյանքի մեջ ու մեր հետաքրքրությունը համ պահենք գոյաբանության մեջ, համ էլ վեկտոր ունենանք։ Ոնց էդի բերի մարդ այդ բալանսը գտնի եղբայր։ Լավ ես ասում։ Չես կարծում, որ դրանք ոնց որ այնքան իրարից հերու երկու լրիվ երկու ոնց որ ծայրահեղ իրար հակասող աշխարհներ են, որ մեկը եթե մտար, մյուսը պետք է բացառես, մեկը մտար, մյուսը բացառես։ Այդքան է չէ, գիտես, ինձ թվում է կարաս համատեղես, հա։ Նայ, ոնց որ ինչ է քեզ պետք գոյաբանական թեմաներով զբաղվելու կամ զբաղվելու նրանով, ինչը որ գիրքդ բզում է դրանով։ Քեզի պետք է ունենալ կոմֆորտ։ Հա։ Կենցաղային կոմֆորտ, ինչ որ կյանքային կոմֆորտ, հա, որ մեջքդ ոնց որ տաք լինի, իմանաս ինչ որ բարձերի վրա ես, ու նստում ես այդ բարձերի վրա, նայում ես, չգիտեմ, աստղերին, էլի։ Ես sense կնայի հարցին, եթե էդ է պետք, ոնց որ ինչքան ժամանակ է ինձ պետք, ու ինչքան էներգիա է ինձ պետք, որ ես այդ բարձերը իմ ուզած ձևով հավաքեմ։ Հա։ Էդ է, ոնց որ goal-ը դառնում է, մյուս target-ը դառնում է էդի։ Ոնց անեմ, ունենամ մի հատ տուն, արևոտ տեղում, ոնց անեմ, ունենամ մի հատ եկամուտ, ինչ որ пассив, հա։ Пассив ասած է, իհարկե տենց էլի վիճելի է, էլի ասենք, չգիտեմ, տուն կամ անշարժ գույք առնել վարձով տալը, յանի համարվում է пассив, բայց այդքան է տենց շատ passive չի, հա։ Չէ, դե ամեն դեպքում ինչ որ բան արա դրա համար, հա։ Լրիվ 0 չես կարա կտրել։ Չէ, չես կարա։ Այդ է անհետաքրքիր կլինի։ Շատ անհետաքրքիր կլինի, հա։ Դե գոնե մատիտ ինչ որ չափով 10 օրեկան 3-4 ժամնա զբաղվածությունը օքեյ, կտաս դու էդի։ Էդի անես ու բարձ։ Մնացած ժամանակն է պարկի արևի տակ գոյաբանությամբ զբաղվի, գրքեր գրի, ես իմ ինչ-որ բան նվագի, բայց ամենաիդեալականը կլինի այն, որ այն ինչը որ քեզ հետաքրքրում է, օրինակի համար գոյաբանությունը, էդի դու սենց վեկալ ես այդ գիրքը, էդի ամենաերանելի վիճակն է, էլի։ Մոտիվացիայի գիրքի ու այս դիսցիպլինայի մոմենտները, հա։ Որ դրանք combine անես իրար հետ, ասես ինձ էսա դզում ու իմ գոլը գիրք գրելն է, չգիտեմ, ուզում եմ էսիշ գիրքի ես գրեմ։ Ու այդ գրքով, այդ ամեն ինչով դու սկսում ես այդ գիրքդ գրել։ Այսինքն դու ունես մի հատ drive, մի հատ մի բան, սեն շարժիչ ուժ ներսումդ, որ քեզ հանում ու բզում է էդի անելու մի բան, որի արդյունքը, որ ինչ-որ մի հատ ֆիզիկական բան է, հա, նյութական չասեմ, ոնց որ մի բան, որ շոշափելի է։ Հա,
Այսինքն դու ասես չես ասում, ես սպարկ եմ, մտածում ուղղակի գոյաբանության մասին, էլի։ Ուզում ես մի բան անես, որ կտա դուս, չգիտեմ, կամ թեկուզ վիդեոների տեսքով արժեք կդառնա, արժեք ստեղծես, հա, ինչ-որ մի բան ստեղծես, որը որ կարաս կիսես ուրիշների հետ, լինի գիրք, լինի վիդեո, լինի խոսակցություն, աուդիո, ինչ ուզում լինի, հա։ Այդ ամենաերանելի վիճակը էլի։ Ու այտենց բաները իհարկե հազվադեպ են ելնում կյանքում, օրինակ իմ մոտ էս մի երևի 4-5 անգամ ա եղել սա կյանքիս ընթացքում, բայց երբ որ գալիս է այդ պահը, հա, ոչ մի բան, ասենք դեմը չի կայնում, էլի, ասենք կոֆե քեզի պետք չի, ասենք զարթուցիչ պետք չի քեզի, ժամը 5-ին հելնում ես, ընկեր վառվում է, ժամը 5-ին հելնում ես, գնաց խոսքի դնում ես, ուզում ես անես, հա, որոնց կայֆ է դա, ու գնում ես քնելու երեխու պես ես քնում, այդ է, որտեվ գիտես մեջից այդ ինչ որ մի բան ա ուզում դուրս գա, ինչ որ հա, բաներ գալի, ասում են ապերեսի հանի, էսի հանի, մեզի հանի, ասում են մեզի կյանք տո։ Ու գիշերն էլ մարմինը արդեն ասում է, եղբայր հիմա դու կարաս հանգստանաս, որ վաղը հելնես այդ ամեն ինչը դուրս տաս։ Ոսկի դրա մասին է շատ չես մտածում, երևի, սենց ուղղակի խաղաղվում ես, սենց քիչ ես պլանավորում, որ վաղը հելնեմ տամ, սենց խաղաղվում ես, ոնց որ այն ովքեր որ քեզի ներս սենց էին անում, ասում են հելի այդ ինչը գրի արա, արել ես, ոնց որ իրանց բավարարել ես, ոնց որ իրանց ստրուկ ելնես, ճոգում ես։ Հա, հա։ Ու երբ որ բավարարել ես իրանք ասում են եղբայր գնա հիմա մուշ-մուշանուշ քնի, գնա քնի, տենանք։ Ինչ էլ վաղը տենանք ինչ ալում, հա։ Առավոտը ժամը 4-ին պլետով հանում են, քնից ասում են հելար։ Բայց հիմա նայ, դու կարծում ես այդ անձրևը հələ հեչ։ Աստղ լավ է, արտասում։ Այսինքն նայ, այդ որը որ հիմա այդ մոդելը նկարագրեցինք, այդ այն մոդելն է, երբ որ դու խելագարի պես ոնց որ տե ինչ աս, ուզես էդի անես։ Ինքը վառում է։ Բլբլտ։ Բայց երբ որ քո ցանկություններն ու քո գոլերը, քո վեկտորի վերջնակետը, նյութական ինչ որ բաներ են, որոնք ящика, տունա, նանարներ, էս այնա, նանարներ, հա։ Ինչ բաներ են նյութական, որոնք որ վերջնակետը են, բայց այդ վերջնակետը հասնելու համար դու այս ցելի գիծը անցնում ես, անում ես մի բան, ինչը քո մեջ կիրք չի ստեղծում։ Ըստ քեզ այդ վերջնակետը կարա քո մեջ այնքան կիրք ստեղծի, որ ապահովի, որ դու քո չսիրած բանով զբաղվես այս ընթացքում։ Արա շատ լավ ես ասում ապա։ Շշող հարցեր եմ տալի ապա։ Շշեյշն հարցեր, ով ոնց որ ես պետք է պատասխանեմ, չգիտեմ խի։ Արա ջիգերը սարա։ Այ կյանքը սարա։ Որը չգիտեմ, ընկեր։ Չգիտեմ։ Իմը թլտենց չի եղել, ոնց որ հա եղել է ինչ որ կարճ պերիոդ, որ անում եմ մի բան, որ զզվում եմ, կամ ինչ որ միջավայրում եմ անում, որ զզվում եմ այդ միջ, որտեվ այդ շատ կարևոր են այդ երկուսը, էլի, թե ինչ ես անում, ում հետ ես անում։ Միանշանակ։ Ու այդ ում հետ անելուց տենց ոնց որ չի եղել այս բան անեմ, որ չնայած լավ, մի քանի անգամ եղել է, հա, բայց հիմնականում եղել է, որ անում եմ մի բան, որ ինձ դզում է, բայց անում եմ նես մարդկանց հետ, որ չի դզում։ Ու այդ սկսում ես տենց հա ինչ որ օրեր, ժամեր հաշվել եւ այլն եւ այլն։ Իսկ եղել է որ չսիրես անելիքդ, բայց սիրես մարդկանց։ Իմ մոտ օրինակը տենց է։ Երևի գիտես։ Հա։ Ոչ թե չեմ սիրում անելիքս, նեյտրալ եմ։ Ինքը իմ համար անենցա որ անում եմ, նեյտրալ եմ։ Ես չեմ զգում, որ ես դրա մեջ այն արժեքն եմ ստեղծում, ինչը որ ես պատկերացնում եմ որպես արժեք։ Որովհետև երբ որ դու աշխատում ես ինդուստրիայում մեծ, դու ինչ որ գործողություն ես այնտեղ կատարում, որը որ գումարվում է քո նման մի 10000 հոգու գործողություններին, վերջում դառնում է պրոդուկտ։ Դու այդ պրոդուկտի քաղցրությունը չես կարողանում զգաս, որովհետև դու ինչ որ մի հատ ատամնահատիկ ես այդ ամեն ինչի մեջ։ Ոնց ասեմ, երբ որ ժամացույցը ինքը գործում է, ատամնահատիկներ են, հա, մի հատ անիվա վրան ատամներ են, չէ՞, ու ատամները իրանք ժամացույցի հետևն են տեղակայված։ Իրանք չգիտեն, թե իրանց արածի արդյունքը ժամացույցի ցույց տալն է, թե չէ, հա, իրանք չգիտեն ժամկայանը։ Ու երբ որ այդ ատամնահատիկներից մեկը չգործեց, այդ համակարգը կկանգնի։
ու երբ որ այդ համակարգը կանգնի, ժամացույցն էլ կկանգնի։ Բայց քանի որ դու որպես ինչ որ մի հատ ատամնահատիկ աշխատում ես ու դու չես տեսնում քո արածի արդյունքը, այդտեղ գալիս է որ դու էլեմենտի կարիք ես զգում, արտաքին։ Ոնց որ քո մեջի էներգիան քեզ չի, ոնց որ նվազի քեզնից տաս, որովհետև ասում ես եղբայր, չէ, ես ուզում եմ զգամ իմ արածի արդյունքը, ես այդպիսի մարդ եմ։ Բայց կան մարդկային տեսակներ ու երևույթներ, որոնք որ իրանց համար դա ոնց որ բան չի, պրիորիտետ չի։ Իրանք օրինակ կարան անեն իրանց անելիքը լինելով այդ 10000 հոգուց մեկը ու իրանք չտեսնեն թե ինչ արդյունք ստեղծեցին։ Լրիվ օքեյ է, եղբայր։ Ամեն օր կհելնեն կանեն։ Ես ճիշտ է, այտենց մարդկանց հետ չեմ էլ քննարկել թե իրանք ինչ են զգում, որովհետև դե չի եղել այտենց առիթ որ քննարկեմ բան, բայց ես գիտեմ ես ինչ եմ զգում։ Դրա համար ոնց որ գնացել է ու նեյտրալացել է, դու արդեն չես անում նրա համար որ արժեք է ստեղծում, թեև խոսքի այդ ընդհանուր ստեղծած արժեքը եկա հսկա արժեք է, հա։ Բայց քանի որ դու այդ չես շոշափում, քո համար դա նկատելի չի, դառնում է արդեն այդտեղ բանը, դառնում է այդտեղ արդեն իմաստը զուտ որ դու աշխատում ես, որ ապրես։ Ու հետո արդեն գալիս է այն կողմն է քո մեջ գլուխ բարձրացնում, որ դու ուզում ես արժեք ստեղծես։ Որովհետև քո մեջ զարգացել է, հասունացել է այդ ամեն ինչը, որ իրոք արժեք ստեղծելու բաներ կան։ Ուտեղ դու զգում ես, որ վեկտորը թրթռում է։ Դու ուզում ես, որ սլաքը տեսենց կայուն չի ինքը, հազար կողմի է այդում։ Դու ուզում ես նոր սլակ, որը որ քեզ կբավարարի որպես արժեքաստեղծ ու կտաուղի կասի դե մխրճի, եղբայր, գնա։ Բայց եթե անկեղծ լինենք, աշխարհում ապրող մարդկանց երևի թե 95%-ը անսլակ է ապրում։ Մեծ մասի մոտ հա։ Դες բայց դա շատ ապուշ բան է, էլի սցենարը որ ունես մի բան որ անում ես այնքանա որ փող լինի կամ կոմֆորտը տապահովի ու մի բան կա որ դու սիրում ես, դա հետաքրքրված ես դրանով։ Հա, հա։ Օրինակ իմ մոտ հիմա որ հիշում եմ, չի եղել որ անեմ մի բան որ չեմ սիրում ու մարդկանց սիրեմ այդ միջավայրին։ Հա։ Եթե մի բան անում եմ չի սիրում, ոնց որ ավտոմատ այդ մարդկանց է արդեն չեմ սիրում, ասես դիմադրություն է ներքին գնում իրանց նկատմամբ, որտեվ իրանք ինչ-որ վառվում են դրանով, բայց դու դրա մեջ արժեք չես տենում ընդհանրապես։ Ասում ես, ինչ էշություն է вообще։ Հա։ Բայց իրանք է դրանով վառվում են տենց։ Ու ավտոմատ տենց ոնց որ մարդկային մակարդակով կարող է լավ մարդկին եւ այլն ինչ-որ հաճելի պահեր բռնես, բայց ընդհանուր այդ հոսքը ահավոր զզվելի է դառնում։ Հասկանում եմ։ Դրա համար ինձ թվում է կարճը շատ կյանքը շատ կարճ է։ Կարճը շատ կյանք է։ Շատ կյանք է։ Կարճը շատ կյանք է, ջիգերս։ Պետք է ռադ անես, երևի էդի մաքսիմալ շուտ քցվես նրա վրա, ինչը որ քեզ դուր է գալի։ Քեզ հետաքրքիր է, դու կարծում ես, որ դրա մեջ արժեք կա։ Նայ, այդտեղ էլ մի հատ կետ կա։ Մինչև դու կկառուցես արդեն քո բարձիկները, որոնք որ քեզ լրիվությամբ կգցեն նրա մեջ ինչի մեջ որ տենչանքը դու գիրքդ ամենապիկն է, դու պետք է բալանսավոր ես։ Դու չես կարող բալանսից ընկնես ու մեկը մերժես, շատ ասենք ռադիկալ լինես, որովհետև դու պետք է կարողանաս քայլես ու կյանքում մնաս հաստատուն, թե ֆինանսական առումով, թե մենթալ առումով, թե քո գոյության, քո կենցաղի, քո պատասխանատվությունների, ծնողների, ընտանիքի եւ այլն։ Ու դրա համար այդ պերիոդը կյանքի ինքը դու ընդունում ես ըստ իս էլի։ Դու ընդունում ես, որ ինքը կարա նաև լինի թրթռվող սլակների պերիոդ, որտեղ որ դու ունես կոնկրետ սլակներ քո մեջ, բայց իրանք հələ դու ֆիզիկապես չես զգում։ Լավ ֆիզիկապես չէ, քո ասոցիացիան չի բանարել, որ չի գեներացրել իրանց այն տիպի, որ դու զգաս, всё, ես իմ սլակն է, ես գնացի։ Դու հələ որ ոնց որ երկու սլաքի վրա ալնես, որոնցից մեկը տանում է քեզ դեպի այդ ապահովություն, աշխարհիկ թեմաներ, որ լուծես քո հարցերը, իսկ մյուսը հələ որ չշոշափելի ու չնշմարվող սլակն է, որը որ նոր ես ծնում, ասենց եթե կոպիտ ասեմ, նոր ես գեներացնում։ Ու ոնց որ
այստեղ մուկ է, այս ցախ կողմի սլաքը, որի վրա դու հիմա գտնվում ես։ Իսկ էսի ոնց որ մի քիչ թափանցիկ է։ Ստեղից դու գույնը հանում ես, մանր լստում ես սրա մեջ, որ էսի ավելի մուկ դառնա, իսկ էսի թափանցիկ էլի ջոգում ես, ինչի նկատի։ Հա, դա շատ լավ բան ես ասում։ Ոնց որ նուրբ պետք է լինես, էլի այդ ընթացքում ու չպետք է թողես, որ դու ընկնես, որովհետև եթե այս գծից ընկար ու ասես թռնեմ սրա վրա, կարող է փուստ տաս, չկարենաս թռնես սրա վրա։ Այդ դրա համար պետք է էքստրա էներգիա հավաքես։ Ես 2 անգամ մասնագիտություն եմ փոխել։ Ու ձևը, որ արել եմ դրանց, այն ա եղել, որ հնից, ոնց որ հնից ահագին արագացել եմ հնի վրա։ Ահագին արագանալ ասածը իմ խմբի մեջ, հա, տենց չեմ ասում աշխարհում, ոնց որ այն մարդկանց, որ գիտեմ դրա վրա են, հատե ահագին արագանում եմ։ Որ թափ ունենամ, ոնց որ ժամանակ ունենամ, սրան ոնց որ մեկու մեջ ասենց ժամանակ տրամադրելու կոպիտ ասած էլի։ Հա։ Ու սկսում եմ ձեռի հետ այն մյուսը կառուցել, այն մյուսին էներգիա տալ, այն մյուսին տալ։ Այո։ Միջև արդեն կթռնես նրա վրա, էլի ոնց որ այո։ դառնա ասենց ինչ-որ ոնց որ ասենց մեծ արագություններով երկու հատ ավտո է, հան դու մեկի վրա ես պետք է թռնես։ Մյուսի վրա, այ ապրես։ Ջեկի Չանի կինոների։ Հա, լրիվը տենց է դառնում։ Ու էդի ահագին սարսափելի էներգիա տանելու քեզանից, բայց էդի պետք է անել sense կարճ ինչ-որ ժամանակում կարծում եմ 4-6 ամիս մաքսիմում։ Երբ որ գիտես որ օքեյ, այս ինչը քեզ այնքան է դուր գալի, որ դու պատրաստ ես դրա համար, ասես հելում եմ քյասար այս ժամին, չի քննարկվում, անում եմ այս ինչ բաները ու բրծ։ Հա։ Իհարկե օրերը լինելու է այտենց պրոդուկտիվությունը չելիքի բան, հա, ասես դե լավ զայլա չկա։ Հիմա այս օրինակները ես իրականում բերում եմ զուտների համար, որովհետև ես գիտեմ, որ մեծամասամբ մարդկանց մեջ այս ամեն ինչը կատարվում է։ Մեծամասամբ մարդիկ իրանք չեն սիրում իրանց անելիքը։ Ու մեծամասամբ մարդիկ իրանք այդ ուշամը, որոնք որ տալիս են, հաշվում են։ Թե երբ է դա ավարտվելու, երբ է օրը ավարտվելու, ոնց որ sense պերիոդներ կա կյանքում։ Առաջի պերիոդը այն է, երբ որ մարդը ընտրում է մի ուղի, ու ասում է եղբայր, այս ուղին մտնեմ, ինքն էլ դաժե չգիտի, այդ ուղու մեջ ինքը իրան ոնց է զգալու։ Որովհետև արի անկեղծ լինենք, որ այսօրվա համալսարաններն ու ուսումնական մեթոդները այնպիսին չեն, որ դու մտնես դրա մեջ ու դու հասկանաս, թե ինդուստրիայում քո արածը ինչ ալնելու ու ինչքան համապատասխան, ինչը որ դու սովորում ես։ Ու երբ որ դու այդ ամեն ինչն ասում ես, հետո արդեն ասում ես աշխատանք եւ այլի, շատ ժամանակ գալիս է, որ ոչ թե շատ ժամանակ, այլ իստում է մեծամասամբ մարդկանց մոտ, որ դու արդեն գալիս ես հակասության, արա ասում ես ինչ սովորեցի, ինչ եմ ես անում, ինչով է դուրս գալիս կամ չի գալիս։ Ու երբ որ այդ պերիոդը դու անցնում ես ու գնում ես այդ զամբյուղի մեջ, որ դու արդեն պետք է անես, դու էլ սկզբից ոնց որ ուզում ես գայր անես, որ փող հավաքես, որ ինչ-ինչ քո ասած նյութական SS ամեն ինչի մեջ մտնես, կոմֆորտ հագեցնես եւ այլն, դու ասում ես ախպեր, քանի եկել է բանը, ես այնտեղ ժամանակ էներգիա եմ տվել ու անցել եմ հիմա աշխատելու, սպասի գամ այդ կոմֆորտին հասնեմ, որ նոր կարողանամ մի բան փոխեմ։ Այսինքն դառնում անեց, որ դու եկա հսկա պերիոդ, պետք է քեզնից զոհ տաս, այո, որ կարողանաս քո ասացի համապատասխան բարձիկներդ կարես, որ հետո կարողանաս այդ քո պասատկեն մյուս թեմայի մեջ արդեն հանգիստ լինի, որ չընկնես ոտ մոտ ջարդես։ Էդի, հա, շատ լավ ես ասում, բայց դե կա երկու ոնց որ տարբերակ այդ ամեն ինչին։ Եթե մենակ չես, ունես ինչ-որ կողակից, հա, կամ ունես ընտանիք եւ այլն։ Ով մի քիչ բարձիկ է քեզ ապահովում։ Չէ, ոնց որ այդ մոմենտով չէ, ոնց որ հա պատասխանատու։ Դու պիտի ոնց որ իրան ապահովես, ասած։ Եթե ունես ընտանիք, երեխեք կամ չգիտեմ, ծնողներ եւ այլն, ում որ պիտի ինչ-որ ապահովես։ Դժվար է արդեն, շատ դժվար։ Այդ ժամանակ պիտի բարձիկներիդ մասին, հա, լավ մտածես։ Շատ լավ պիտի մտածես, շատ լավ։ Բայց երբ որ լրիվ մենակ ես, կարաս։ Ինչ էլ ուզում ես արա։ Թող նույնիսկ հլը առանց բարձիկ ինչ էլ ուզում ես արա։ Ու արդյունքը շատ ավելի լավ ալնում։ Միանշանակ, բայց նայի մեր շատ ավելի է ցավում, շատ ավելի էներգիա տալի է ցավից։ Հա, բայց նայի, այստեղ մի հատ բան կա։
մեր հենց մեկը եթե քննարկման դնենք մեր երկիրը կամ մեր ժողովուրդը, մեր մոտ օրինակ սենց է, նոր սերունդը պետք է ապահովի մեծ սերնդին, որովհետև թոշակ, մոշակ այդ ամեն ինչը մեր մոտ չի ենենց, իրանք չեն կարող իրանք ապահովել։ Հա, այ ապրես, այտենց է դառնում։ Որ թոշակ տա էդի։ Էդի դառնում է, որ դու լծվում ես ու դու զոհ ես գնում, քեզ է ժերտվա տալիս, ինքդ քեզ։ Դու քեզ դեմ գնալով տարիներ շարունակ կարող անես բաներ, այնքանա որ համ քեզ ապահովես, համ քո նախորդ, այսինքն քո մեծ սերնդին ապահովես, ու պլյուս դրան նաև քո հաջորդ սերնդին, քո ընտանիքին արդեն, քո կառուցած ընտանիքին։ Ուտեղ դու լրիվ ձեռքերդ կապվում է։ Ու հələ եթե դրան էլ գումարենք խոսքի այն փաստը, որ որոշում ես, ասում ես, այդ համ հիպոթեք վերցնեմ կամ նմանատիպ բաներ, вообще դու կապվում, որովհետև դու պետք է ամսական հստակ վճարներ տաս, որի մասին եթե դու անգամ մտածում ես մտքի ծերով, քեզ ասում է եղբայր, ջանդամ, ոչինչ չսիրելով կանեմ, բայց հանգարց ես չընկնեմ ինչի տակ, հասկանում ես դու։ Հանգարց հարկադիրը չգա, ես ինչ եմ անելու, օրինակ եմ ասում, հա։ Այդ է գալիս է այդտենց կապում են ապեր։ Գերմանիայի հարցը ինչ է ընդհանրություն։ Եթե գալիս ես Հայաստանից, ունես այդ ձևի setup, որտեղ որ պիտի ծնողներին ապահովես, ոնց որ քեզ ապահովես ու քո ընտանիքին ապահովես, պետք է ավելի շատ փող։ Հա։ Իսկ ավելի շատ փող ստանում ես, երբ որ աշխատում ես ավելի շատ։ Միանշանակ։ Նորմալ երկրներում։ Բայց սոցիալիստական երկրներում, որը որ օրինակ Գերմանիան է, ինչքան շատ ես աշխատում, այնքան շատ ես հարկվում։ Այո։ Այո։ Ուրեմն պետք է լքել Գերմանիան։ Պետք է գնալ, ասենք, չգիտեմ, ինչ-որ կամ հետ Հայաստան կամ Ամերիկա կամ ինչ-որ միտեղ, որտեղ որ ընկեր երկու գործ ես անում, ոնց որ ձեզ ինչ 3 գործ եմ կարում եմ, անում եմ։ Հա, հա։ Անհատապես ամեն գործից ոնց որ հարկվի, թո հարկվի, ոչ թե 2 գործ եմ անում, ավելի շատ հարկվի։ Հա, հա։ Երկրաչափական պրոգրեսը էլի անես, էլի դրանից ավելի շատ ոնց որ թափ հավաքես, ավելի շատ արագ հավաքես, կարնաս քեզի դրանից։ Որովհետև նայ, այդքան էներգիա դու ունես։ Հիմա դու որպես մարդ այդքան էներգիա ունես, քո բնությունը քեզ տվել է այդ էներգիան։ Դու ուզում ես այդ էներգիան ռեալիզացնես։ Այսինքն քո օգտակար գործողության գործակիցը այդ պարագայում ավելի բարձր է։ Դու կարող ես դա տաս, եղբայր։ Բայց փաստացիորեն չէ, ամեն ինչ դառնում է սենց, ու ինչքան շատ կանես դու, այդքան շատ էլ կհելնի։ Ու վերջում կդառնա այն, որ քո շատ արածը կարող է մի թեթև ավելի լինի, եթե դու вообще քիչ անեիր։ Հա, սոցիալիզմի միտքն է, էլի Ինգերյանի հավասարություն, ինչ-որ սոցիալիզմ, կոմունիզմ այդ սա բաները։ Ճիշտ է, դրան դիմացել խոսքի դու ստանում ես այնց ինֆրաստրուկտուրա, կամ այնց պայմաններ, դե ճիշտ է, ամեն ինչ իդեալական չի, բայց համապատասխան առումով դու ստանում ես այնց ինֆրաստրուկտուրա, որ դու հենց հելնես կանգար, կարելի է լույս նստես, հելնես եթաս քո ուզած տեղը, գնացքները, բանկային համակարգը, չգիտեմ, այն ամբողջ համակարգը, ինչը որ թույլ է տալիս, որ այս օրգանիզմը աշխատի, իրանք գծել են, որի այդ հարկերի հաշվին իրականում, հա։ Բայց մյուս կողմից էլ որպես անհատ, երբ որ պրոյեկտում ես դու քեզ, այդ ամեն ինչի մեջ, էլի պրոյեկտում ես ֆոկուսը քո վրա, դու հասկանում ես, որ չէ, եղբայր, ես կուզեի, ես իմ էներգիան իմ գեներացրած էներգիան այսքան ռեալիզացնեի ու դրա բանը քաղեի։ Իրա բերքը քաղեի։ Ըստ ոնց որ հարցն է, էլի, արդյոք դու ուզում ես լինես բազմակողմանի զարգացած ու ոնց որ դու, չգիտեմ, քո ֆինանսների ընտիրություն անես։ Հա։ Թե քեզ չի հետաքրքրում այդ ամեն ինչը, դու, չգիտեմ, պոպոկ ջարդող ես, պոպոկ ես ջարդում։ Սաղ կյանք պոպոկ ես ջարդում։ Ես հարկը կտամ պետությանը, թո պետությունը իմ բարձիկները ապավի։ Ոնց որ ինձ ավտո պետք չի ջոգում, ես այդ միտքն է, թո լավ տրանսպորտ լինի, ես դրանից կօգտվեմ։ Հա, հա։ Շատ հարկ կտամ, օքեյ, թույն։ Ոնց որ այդ երկու տարբերություն, բայց տես այդ քո նկարագրած բանում, սեթափում, որ մենք ենք, հա, Հայաստանի մարդիկ, միանշանակ պետք է նենց բան, որ ինչքան շատ էներգիա ու ժամանակ դնես, այնքան շատ լինի արդյունքդ։
Հակառակ դեպքում դու, ասենք, ինչ ա լինում, ինքեր սոցիալիզմի մեջ ինչ ա լինելու, եթե մեկը խոսքի աշխատում է, չգիտեմ, 80%, մեկը աշխատում է 20%, երկուսն են նույն չափի են հարկվում, այնա այն 20%-ը ծուլանում անգեր, ջողում ես, այն 80-ը մի բայ թքում ասում, դե տենց ոնց որ ես էլ եմ 20% աշխատում, այն 20%-ը երևի չէր կարում աշխատեր կամ արդեն շուտ էր ջոգե դրա համար էր 20% աշխատում, ու տենց սա գնում են ծուլացման։ Սա գնում են ծուլացման։ Սա իբր մի բանի մասնագետ են, մի ուղղությամբ sense ինչ-որ գնացած մասնագետ են, ուրիշ բանից իրեն գաղափար չունեն, որտեվ իրենց պետք չի եկել։ Պետք չի, հա, պետք չի։ Սերվիսները եւ այլն ամեն ինչ կա, sense ասած։ Ու բարձ ոնց որ ինքը ծուլանում է ու ինչ որ մի քանի սերունդ հետո ըստիս էդի փդում է, սկսում է չաշխատել այդ մեքենան։ Էդի դու ժամանակին մի հատ թույն մեքենա ես սարքե, որը երկար ժամանակ է լավ աշխատելու է, բայց դու չես կարող դրան թափ տաս, չես կարող լավ մասեր տեղա բանանես, փոխարինես, դնես։ Ու չես վերցրել, չես մտածել այն ֆակտորը, որ մարդիկ ժանգոտելու բնավորություն ունեն։ Քանի որ եթե միակողմանի sense մի գծի վրա լոքշության մեջ տապակված sense գնալու են գան ու տենան որ տարբերություն չկա շատ ժամանակ դնելու թե քիչ ժամանակ դնելու, սլակները կորցրած արդեն sense չգիտեմ մտածում են սակուցրիվ ապրում են։ Վայ իմ շունը այսօր փշի վրա կանգնեց, բան, էտա իմ հոգսը։ Դա սլակները լրիվ ցրած sense մնում են այդ ձևի էլի։ Իսկ այն մարդը որ շամպես սոված է խոսքի ինգելա ու գիտի որ եթե մի գործ անում ստանում է x փող, երկու գործ անի ստանալու է x + y փող։ Եվ լեզուն դուրս գցած ասում է պասի մատը երրորդ գործ գտնեմ, որ շուտ ոնց որ դզեմ ինձ այս կյանքում։ Արա հարցը հենց է ձգվում անգլիս, ես պոպոկ սլակա դառնում, ինքը կարա ավտոյի մեջ քնի, իր վեջը չլինի։ Ճիշտ ես ասում։ Էլի մխի։ Ճիշտ ես ասում։ Ու էդի գեղեցիկ է, ջոգում ես համինքի իր կյանքի շա բան հասկանում, էմոցիա է ապրում, ինչ-որ դրամա է ապրում կյանքի։ Ճիշտ ես ասում։ Համ outcome-ն է լավ լինում։ Միանշանակ։ Այսինքն պայմանները ստեղծում են, այսինքն պայմանները ստիպում են մարդուն, որ մեջի էներգիան, մոտորը, ահա որ ինքը աշխատի, աշխատունակ լինի։ Ու դու գալիս ես ընկնում ես մի վիճակի մեջ, որտեղ որ էական չի քո մոտորը ինչ արագագործություն ունի ու ինչ հնարավորություններ ունի, դու քո մոտորի սեթափը պետք է դնես այն սեթափը, որը որ միջավայրը ունի։ Դու անհատապես չես կարող քո մոտորը խոդես ու ասես ես գնացի, всё, հաջողություն հասկանում ես։ Դու պետք է դա համապատասխանացնես միջավայրինով ու հետո գալիս է որ դու էլ ես այդ լյոքշը բռնում։ Ու ասում ես ընկեր հոп կայնել եմ ին ֆոկուսը բա ուր էր։ Որովհետև երբ որ քո մոտորը ինքը չի աշխատում իր լրիվ ձևով, ասես դանդաղի վրա դրած այթում ես, հա, ֆոկուսդ կորում է, դու մոռանում ես որ քո մոտորը ինքը ավելի ուժգին հնարավորություններ ունի։ Ավտոպիլոտ գցած խնայող մոդով, խնայող մոդի վրա դրած այթում ես լավ։ Ու դու հա, դու իրոք մոռանում ես որ այդ արդեն բան է, էլի, որովհետև դու գիտես արագ քշես կշտրաֆվես, հա, չես կարա, պետք է լրվես, սենց է դառնում, ու տենց որպես անհատ դու սկսում ես արդեն ֆոկուսդ կորցրել, սլաքդ կորցնել, ուստեղ ամենաբարդ բանն է գալի, ամենաբարդ ինձ թվում է առաքելությունն է գալի, որ դու ոնց որ ինքդ քեզ կարողանաս հիշացնես եղբայր, որ ես գոլ ջրում չպետք է սատկեմ, հասկանում ես, դու պետք է քեզ հիշացնես, որ դու պետք է գտնես էլի գոլեր, որոնք որ քեզ եռացնեն։ Հա։ Ու ինձ թվում է էդի, նայ Գերմանիայում տենց է, չէ՞ դրսևորվում ոնց որ մենք հիմա նոր նկարագրեցինք, որ մնացած բոլոր երկրներն էլ վերցնես, օքեյ, հարկային համակարգը չասենք այսքան բարձր է, բայց աշխատավարձները այնքան քիչ է, որով որ մարդիկ էլի չեն կարա ինչ որ պետք է երկարաժամկետ պլան տենան 10-15 տարի, որ իրանք գան քո ասած բարձիկների վրա հասկանում ես, ասենք թե իրանք էլ քիչ հարկ են տալի, բայց այնքան քիչ էլ ստանում են, որ իրանք չեն կարա այդ ամեն ինչը խնայեն ու մի բանի մեջ ներդնեն, որը իրանք կտանի դեպի առաջ։ Ահա։
Էդ էլ է խնդրեմ։ Էդի նշանակում է դա համամարտկային թեմա է։ Ու համամարտկային թեմա եթե ինքը կա, ուրեմն եթե որպես մարդ դու զգում ես, որ քո մոտորը ավել աշխատելու տեղ ունի, պետք է ինձ թվում է իրան ամբողջ հզորությամբ թույլ տաս, որ միշտ աշխատի, որովհետև եթե դու իրա թափը գցեցիր, դու էլի ընկնում ես ասենց ինչ որ անսլակ վիճակի մեջ ու կարող է երկարատև լրվես դրա մեջ, հասկանում ես։ Համաձայն, լրիվ համաձայն։ Պետք է բորացնես մոտորդ, եղբայր։ Պետք է աշխատի, թե չէ, փդելու է։ Տենց է, չէ, օրինակ նայ, խոսքի թե եղանակից բանից պայմանավորված, հա։ Տրամադրությունը ցես տատանումներ կարող է ունենալ ու դու ջոգես հավես չունես ոչնչի։ Արա մեկ էլ հելն է սպորտ անես, մի կրուկ վազես գաս բան եւ այլն, օրինակ, հա, մի հատ տանձիկ խփես բան, գտենաս էներգիատ հետ եկավ ու դու զգացիր, որ մեջդ էներգիա կար։ Սլակներա, որ ուզում ես դնես։ Սլակներա, որ ուզում ես դնես, այո։ Այնինչ խոսքի դու ինչ-ինչ ֆակտորներից պայմանավորված sense հալից ընկել էիր, ու դու այդ պահին որ քեզ հարցնեին, կասեիր ապե աշխարհի ամենաանսլակ մարդն եմ ես, հասկանում ես դու։ Ինձ թվում է այդ ամեն ինչը շատ մարդկային է ու մարդը պետք է քո ասած այդ բոլոր թեմաները, թե դիսցիպլինա, թե սլակներ, թե գոլեր, թե մոտիվացիա, թե ящикներ, չգիտեմ ինչեր, բերի իրար գումարի եղբայր, ու սենց բռնած պահի։ Եթե դրա այդ ֆակտորներից մեկը թողեցիր, մնացածը պարակտվում է։ Այդ մոմենտը շատ սիրեցի, որ ասում ես, որ համամարտկային թեմա է։ Ասենք շատ մարդկանց մոտ, ու նույնիսկ նույն է իմ մոտ, որ հələ դուրս չի եկել Հայաստանից, այդ տպավորություններ, թե դա Հայաստանում է մենակ, չգիտեմ ուրիշ տեղերը, Վարդա, Մանուշակա, սենց բան։ Համամարտկային թեմա, լրիվ, հա։ Շվեդիան ավելի ու ավելի ասեղմվում ես AI-ի դարաշրջանում եւ այլնում, երբ որ ամեն ինչ կարա շատ ավելի արագ անես, մի բան անելու համար n հոգի մարդ պետք չի, կարող է մի 2-3 հոգին անի էդի։ Այո։ Մի հատ այդպես կրոնավոր մարդ կա էլի, իրան լսում եմ հաճախակի, այն ոչ թե այն Տաթևի բանը, վանքի, հա, ինքը չէ, մի հատ ուրիշ տղա կա, այտենց շողակաթով խոսում է։ Ջահել երիտասարդ է ինքը բավականին, բայց շատ լավն է, իմ անունը չեմ հիշի, բայց սենց կնստի կփիլիսոփայի մենակ, այնքան հաճելի մեկն է, սենց անընդհատ լսում եմ իրան, այն օրը խոսում էր ծուլության մասին էր խոսում, որ ծուլությունը ինքը մեղք է։ Ու ինքը ասում է ծուլության ամենա ոնց որ ծուլության մեջ գցելու ամենավառ կերպարանքը դա է նա, երբ որ մարդը խնդիր չունի։ Ու ասում է օրինակ Շվեդիան տենց ինչ որ խոսք է Իրանից վերցրի դա, ասում է Շվեդիան ասում է այնտեղ սենց են ասում են մեր մոտ ամենամեծ խնդիրն է, որ մենք խնդիր չունենք։ Այսինքն խնդրի բացակայությունը մարդուն լրիվ զրկում է իր սլակներից։ Ասա տանասուն եղանակը բա խնդիր չի։ Հա, դե հեչ, բայց դե իրանք հիմա դրա մեջ էփված են։ Բայց դա հստակություն է, իրոք, եթե դու դեմդ գոլ չունես, Всё, ծանված է քո կյանքը, եղբայր։ Դե ինձ տենց է քանդվում աջոգում ես, այդ տենց ամեն ինչ, տենց ամեն ինչ քանդվում, տենց են սիստեմները, կայսրությունները, հռոմեական կայսրությունը կամ չգիտեմ, հա։ Չկար, սաղին գրավե կրել էր, սաղ միջերկրականավեկալ, всё, պրծավ թեմա։ Ներսից արդեն սենց Պարակտում, ուտել բան այս սերական թեմաներ գնել խառը միքսեր բան, սենց տենց բաներով, տենց լոքշանալ, սենց լրիվ սենց դիֆուզվել, ցվրվել ցնդել էլի։ Այո։ Ու սենց գալիս է դառնում է, որ սենց գոլ ջրի մեջ էփված վիճակը, հետո ծնում է իրանից ինչ որ մի բան, որը մեջը եռ ունի, հետո այդ եռացող բանը ծնում է մի բան, որ ինքը ապահովել է ամեն ինչ, որ էլի կարան գնի էփած ջրի մեջ կամ գոլ ջրի մեջ լրվի, ու սենց տատանումներով գնում է, հասկանում ես։ Բայց երբ որ դա գլոբալ է ստենում, լրիվ պատկերը կա։ Բայց երբ որ դու անհատական ես տենում, դու հասկանում ես, որ այս ամեն ինչի մեջ պետք է գտնես քո տեղը։ Այսինքն դու հասկանում ես, որ դու փորձարվել ես արդեն տեղեր, հելել ես աշխարհ ես պատտել, դու տեսել ես, որ ոչ միտեղ մանուշակ ու վարդ չեն բաժանում։ Ամեն տեղ էլ յասաման են բաժանում։ Դե յասամանն է։ Այսինքն դու պետք է գտնես միտեղ, որտեղ որ համապատասխանա քո ներսի եռին։
Տեղանքը կթար, ասենք թե, հա, բայց մեծ հարց է։ Նորից որ դու պետք է կարողանաս այդտեղ էլի ուժ գեներացնես, որ ինչ-որ մի բան ռեալիզացնես։ Այսինքն այդ անընդհատ գտնելու փնտրտուքային թեմաները ինձ թվում է, տանում են նաև ինչ-որ գոլերի։ Մարդը պետք է քայլերի հետ է եղբայր։ Եթե դու զգացիր, որ ջուրդ արդեն գոլացել է, դե ասես դե գոլացել է անգեր։ Всё, ես ուզում եմ ընկնեմ նորից ուրիշ ջրի մեջ, հասկանում ես դու։ Քցվում սառը ջրի։ Հա, մի հատ ուշքի գամ նորից ախպեր, ու որ մինչև այդ ջուրը նորից գոլանա եղբայր։ Բա, Այդ շատ լավ ես ասում, հա։ Այս հռոմեական կայսրության եռացածը տրակել է իտալացիք հիմա գոլ ջրի մեջ նստած են։ Արանգեր, ահա որ այ մնացած մշակույթներով, բանով հռոմեական կայսրության դրանով տուրիստականով միայն տուրիզմ Հավայի պաստա պիցա տուֆտելով տենց միայն տուրիզմ օրոներվերից ասում են, բայց լավ է դի հետ։ Եղբայր են, որ իրոք ես Իտալիան լավ եմ պատտել։ Ի նկատի ունեմ տարի ա եղել 4 անգամ, 5 անգամ ես գնացել եմ Իտալիա։ Ու իմ համար բացահայտ է, որ այդ թողնվածը այսօր խոսքետի ուդվում է, հասկանում ես, ինչը որ թողվել է որպես շենք շինություն, դրա կողքը 2 հատ կաֆե, մաֆե, բանեսյան, ու այդ է միակ թեման, ինչով որ այդ մարդիկ ապրում են այդտեղ։ Այսինքն Պապան թողել է մի բան, կայֆավատ են ելնում։ Հա, ճիշտ է, չքավորություն է, էսա, այնա, բայց այն որ չիլ են, եղբայր, չիլ են, ոչ անում են, ոչ դնում են, ոչ մի բան է, հելիքսի ուրա տալելու, ոչ մի բանի է տալելու։ Դաժե առանց սլակների տես։ Առանց սլակների ախպեր։ Այսինքն էս էլ կարա տանի պարակտման։ Այսինքն այն մեծը պարակտվեց դառավ փոքր, բայց փոքրն էլ կարա պարակտվի։ Մի անգամ դու ես, չէ՞ ասում, որ հին ազգերը հոգնելու բան ունեն։ Իրոքը տենց է ախպեր։ Հոգնել են, եկել են, այն որ գցել են գծերի վրա, այն որ ուր կեթա հասկանում ես։ Այ տենց։ Մի օր էլ էթալու է խփի պատին ու ջնջխվի, էլի հասկանում ես։ Իհարկե իտալացիքի դեպքը մի քիչ բան է, ասենք միջև հիմա իրանք սիրում են այդ բանը Սուստալյանի, որ իրանք ինչ-որ sense մի գլուխ բարձր են եւ այլն։ Հա։ Ու սովորաբար այդ իլմա նրանց մոտ, ովքեր իրականում ցածր են ելնում, հա, ոնց որ եթե այդպես խնդիր ունես ցույց տալու, որ դու sense պաստա, պիցա, բան, փլաֆա մենք ենք հորինը։ Ուրեմն խնդիր ունես դու ընկեր ոնց է։ Հա։ Ուրիշ բան չունես, ասենք զբաղվելու ես կյանքում, ինչ-որ դիրքդ շատ վատ է, դու դրանով փորձում ես sense ինչ-որ վեր թող։ Այդ նացիոնալիզմները, բաները, որ ծնվում են, ձևի ապուշ թեմաներից է ծնվում, էլի այդ սուպերիոր լինելու խնդիրը ոնց որ ինֆերիորիթի խնդիր ունենալու։ Մենք էլ ունենք, էլի։ Մենք էլ ունենք, էլի։ Լոմկա, էլի։ Հա։ Ազգային արժանապատվություն։ Կորցրածի լոմկա, եղբայր, կորցրածի լոմկա։ Որ աբիժնիկ ենք մնում, ինչ-որ բաներից կյանքում, որպես ազգ կամ որպես մարդ, տենց փորձում ենք անընդհատ։ Օրինակ, եթե իմ մոտ կա որպես ազգ, ասենք, բանը մնում դա լոմկան կա, հա, դրա համար եմ օրինակ այդ շումերներով եւ այլներով հետաքրքրվում, որ ինչ որ դերես կոմպենսացման, փորձեմ հա, սուստան, որ ընկեր այդ հեքիաթները, որ օթի մեջ խոսում է, ոնց որ իմաստ ունի լրիվ օթի մեջ չի, բայց դա իհարկե ուրիշ թեմա է, էլի։ Բայց դες հա, այդ մոմենտը շատ լավ է ասում, որ ու հիմա իրանք ասենք տենց սլակա անսլակ տենց լրված են ու դա ոչ մի տեղ չի տանելու իրանց գալիք սերունդները արդեն տենց հիմա էլ իրանք արդեն ապրում են խոսքի եվրոպական միության փողերով, չէ, հույները, իտալացիները, sense ինչ-որ տուրիզմ, բայց sense հա Կամոբեն ու կոռուպցիա, բան, всё, գնում են դեպի թելեօքշի թե կործանման, էլի տենց է դառնում։ Իսկ նրանք էլ ոնց թվում է ստեղեր քարնելու, ասենք Առնվազն Գերմանիա ամենից թվում է տենց ալու։ Էլի ելնելու է, էլի գալու է, էլի գալու է։ Արդեն իսկ լոկ։ Դա զգում ես արդեն, եղբայր, դա հստակ զգում ես դու արդեն, որ անֆոկուսություն կա։ Հստակ թե մարդկային գոյությունների մեջ անֆոկուսություն կա, թե ընդհանուր անֆոկուսություն կա, էլի։ Ու դա մի հատ ուրիշ ֆակտոր է ունի կներես միտքդ կտրում եմ, բայց այդ ինձ թվում է բյուրոկրատիայի թեման էլ է, երբ որ բյուրոկրատիան շատացնում ես, օրենքները, հա։ Մարդիկ արդեն սոցիալիզմի ուժը sense ուժեղացնում է, sense ասում ես ոնց որ ընկեր, ես դու ոչ միայն ինձ հարկ ես տալի, այլ նաև ինձ դու փող ես տալի, որ ես ամեն ինչը կարգավորեմ, հսկեմ, ոնց որ ճոգում ես, կարաս այդ դիվանին նստես արդյոք,
թուղթապետ քեզ այդ դիվանը։ Այս ամեն ինչը ես կկարգավորեմ, ջոգում ես։ Այդ ամեն ինչը կարգավորելը քեզի տանում է ոչ մի տենգեր, դու արդեն տնից դուրս ես գալի, չգիտես, կարաս այդ աթոռին նստես, թե չէ։ Ճիշտ ես ասում։ Օրինական է։ Ու այդքան էներգիա, որ դու դնես այդ ամեն սերտիֆիկատը, ամեն ինչ, ամեն փոքր բանի համար ձեռք բերելու, սաղ էներգիան քո այդ հոստ գծած վեկտորը բարակացնում ու ոչնչացնում է։ Ցնդում է, դառնում է մտի գազ, համասար գազ է դառնում։ Լրիվ, կոլբի մեջ այդ վեկտորը մատ գազ է։ Ոչնչանում է եղբայր, լրիվ։ Ու էդ էլ բերում է նրան, որ պետությունն ասում է դու ախպերս իրավունք չունես վեկտոր ունենալու։ Ես եմ քեզ տալու այդ սլակը։ Ես վեկտորը դրել եմ։ Ես քո վեկտորը դրել եմ։ Ուկրաինային ենք սփորտ անում, բրց։ Ու եթե ես եմ դրել քո վեկտորը, դու իրավունք չունես ասես դու սիրում ես թե չէ, դու պետք է անես։ Այո։ Անգելես պետք է քաշես, ջիգերս։ Որտեվ յանի կա դեմոկրատիա, որտեվ յանի դու ես ընտրությունները արել, դու ես ինձ ընտրել, դրա համար ես որոշում եմ, դու նայ ոնց եմ որոշում ապեր ջան։ Այո, եղբայր, այո։ Ու տենց էլ դառնում է, որ մարդիկ, մարդկային զանգվածները դժբախտ։ Քո ասածի պես որ կնստեն, կասեն ինչից եմ դժբախտ։ Կփնտրեն, ախր ամեն ինչը կա, եմը տեղը սա, կրիշը կա, խոսքի ամփողը նստում է, չէ, ինչից եմ դժբախտ։ Այնիշ դժբախտ օթից չեն ելնում։ Մարդու արածը պետք է իրան բռնի։ Պետք է իրան գողունակություն տա, ինչը որ ինքը ստեղծում է։ Որովհետև դա քո ստեղծարար ուժն է։ Այն ինչը որ դու անում ես, դա քո մեջի ստեղծարարն է։ Ու երբ որ դու անում ես բաներ, որ ու դնում ես դրա մեջ այդ քո ստեղծարար էներգիան, ու դու դա չես սիրում, չես հասկանում, չես իմանում խի, հասկանում ես, այդ ամեն ինչը ցնդում է, ու երբ որ դու քո ստեղծարար էներգիան դրեցիր մի բանի մեջ ու դրա մեջ իմաստ չտեսար, բնական է դա տանում է դեպի պատ եղբայր, ուրիշ տեղ ինքը չի տանում։ Դա տանում է դժբախտության։ Բա նոր ինչ կարևոր է միջավայրը էլի այդ սլաքի ձևավորման ու պահպանման համար։ Այլանդա կարևոր է էլի։ Ասենք որ խոսում են, չգիտեմ, ասենք Նյու Յորքի բան, բորսա կամ Փարիզի ինչ որ ֆեյշնի, ինչ որ եսիմ ինչ էլ բուտիկներ, համ սիլիկոնյան հովիտ, ասենք IT գել։ Ջոմս այդ ամեն ինչի սա իմաստը որն է խոսքի խեն այդ տեղերը տենց ցանկալի խեն մարդիկ ձգտում գնան ընդ որ առավոտ հելնես падыш կամ կոֆե ամբելու տենաս կողիդ հաստ սլակին ապե տենաս մատ մարդա մոտդ հաստ սլակ ունի ասես դզծո իրանման հաստ սլակ եմ ուզում հելնե շինես հաստ սլակը ապե ու ինչքան շատ տենաս դու տենց հաստ սլակներ ինքն ուզենալու բայց կարծում ես որ տենց շինել հա կարծում ես որ տենց կա կավով sense խփես կողից sense այդ սլակը sense թե էդի ճիշտ սլակա թե չէ, դա ուրիշ հարց է, բայց հաստատ ամրապնդվելու է քո սլակը։ Իհարկե կարան դեպքեր լինեն, որ դու տենաս այդ ամեն ինչը, ոնց որ եղկելդ գա, ասես մի րոպե լավ, ոնց որ չէ, էս են համայնքը չի կամ ես այդ սլակներ այ ապրես չեմ ուզում ու լրիվ թեքես ուրիշ կան, բայց այ ասածս այդ էր։ Հաստատ update կան այս սլակը։ Ճիշտ ես ասում։ Եթե դու ընկնում տեղերում երբ որ ընկնում ես, այդ վաղ ֆանտաստիկ։ Եթե դու ընկնում ես մի միջավայր, որտեղ եղած սլակները այն ուղղությամբ են տանում, որտեղ որ դու կուզեիր նաև լինեիր կամ քո սլակը ուղղեիր, միանշանակ դա այն տեղն է, որտեղ դու կուզես ելնես եղբայր։ Բայց երբ որ դու ընկնում ես ինչ-ինչ բաների մեջ, որ դու տենում ես հասլակներ կան, բայց այդ սլակները вообще քեզ չեն հետաքրքրում, թե ուր են տանում, դու արդեն նորից պետք է հելնես ու գտնես այն միջավայրը, որտեղ որ քո սլակի ուղղությունը գոնե կհամապատասխանի միջավայրի հետ, էլի։ Հա։ Բայց միանշանակ տենց է։ Միջավայրը ինքը սլակ տվող թեմա է։ Երբ որ դու տեսնում ես, վերցնում ես, քո համար պարզ է դառնում, թե ոնց են շինել իրանց սլակը։ Ու նաև քեզ օրինակներ լա պետք ճոգում ես։ Հենց այդ է։ Ոնց ինչ սլակ կարա գոյություն ունենա։ Այո։ Օրինակներ ես նայում, ասում ես, օքեյ, սրանը սենց էս ձևի է, սենց սրանը մոդելներ էլի։ Սրա մոմենտը դզեց, այնրանը չդզեց, բեյմը սենց շինեմ, էլի։ Լրիվ համաձայն եմ եղբայր։ Բռնում քոնը շինում ու հեծնում ես ու հիմա իտոգը ինչ դառավ, այսինքն մեզ հարկավոր է թե դիսցիպլինա, թե գիրք,
Բայց հասկացանք, թե միջավայր, բայց ոնց հասկացանք, չի լինում այնց որ դիսցիպլինա ունենաս ու կիրք չունենաս, ալնի, չի լինի, որ կիրք ունենաս, դիսցիպլինա չունենաս, ծույլ լնես, էլի չի լինի։ Այո։ Ու կարա լինի, որ կիրքը լինի, դիսցիպլինան լինի, միջավայրը չլինի, ստեղծես, բայց լավ կլինի, որ միջավայրը լինի։ Այո, որ նպաստի։ Հա, որ ստեղծմանը նպաստի։ Ջուրն ու արևը լինի, չգիտեմ, բույսի համար։ Ճիշտ ես ասում։ Կենարար ինչ որ բան, հողի, ասենք, մեջ եղած հանքային նյութերն լինի միջավայրը, էլի, որ քեզի սնի ավելի։ Հա։ Ավելի շուտ աճես խոսքի կամ ավելի դանդաղ աճես դրանից կախված։ Հա։ Ու թեկուզ եթե մոտիվացիան չկա, բայց մեկը էներգիա պետք է, էմոցիա պետք է։ Որովհետեւ դու կարող ես գիրք չունենաս, բայց գիրքը տնի ինչ որ մեկին սխալ ապացուցել է։ Այդ ձևի մի գիրք լինի, ասենք, չգիտեմ, կատաղություն լինի կամ sense մի բան լինի, էլի կատաղությունը իհարկե մի քիչ ավելի ճակերտավոր վատ էներգիա է, որ դժվար կոնստրուկտիվ լինի։ Բայց sense մի բան, էլի։ Շարժիչ ուժ լինի, մեկը ասի չես կարա, դա տոֆտիր, դե տեսես ոնց եմ անում խոսքի։ Հա, ու դա քո սիրելի բանը լինի, էլի։ Իսկ բայց եթե լինի այն ինչ որ անում ես գիրք ունես մեջը մի հատ է դրա վրա մեկը ասում է տուֆտիր ասում ես դե արիստ է այդ եղավ էմոցիայի վրա մտը երկրորդ հարգն ես էմոցիայի շինում ու այդ երեքին եք զարթնես արդեն արա դու զգում ես մարդու էներգիան ոնց է էլի իրոք եթե դու խաղաղ քնես եթե դու իմանաս որ վաղը զարթնելու ես ու անես մի բան ինչը որ քեզ տանում է քեզ քնելը դաժե խոսքի 3-4 ժամն էլ հերիք է։ Այսինքն եթե դու ապրես այն կյանքով, որի մեջ որ դու լրիվ կայֆ ունես, դա չի նշանակում է վայ բան են ճամփորդություն բան, չէ, հստակ, որ դու անես բան, որը որ քեզ հետաքրում է։ Դա նշանակում է, որ քո արածը արդեն քեզի ստիպում է, որ քո ասածի պես ահա որ հանգիստ քնես, գեներացվես ու զինվորի պես ելնես կանգնես անելու էլի, գործելու։ Այդ զգացումը էլի ունենալու որ սլաքդ որ դրել ես տանում է ինչ որ արժեքավոր տեղ դու ես պիտանի բան ես անում դու այդ է շատ կարևոր է հով բայց որ ջոգում ես որ անպիտանավ всё լղկվավ արդեն այդ սլաքդ sense ահա ինձ թվում է այդ պիտանին ու անպիտանը պայմանականորեն իրարից տարբերվում են զուտ նրանով թե դու կյանքը գլոբալ ես տեսնում թե կետային Եթե դու կյանքը գլոբալ ես տեսնում, դու հստակ պետք է դրա մեջ իմաստություն գտնես, թե դու ինչ ես անում։ Քո արածի արդյունքը ընդհանուրի վրա կամ քո արածի արդյունքը շոշափելի, որ դու տեսնես, ախպեր դու բարիք ես ստեղծել կամ բարիք ես ստեղծում, ու դա քեզ հաճելի բարիք լինի։ Հիմա մարդկա բարիք է ստեղծում իրան հաճելի է ու ընդհանուրին լավ է իրան հաճելի կարա լինի, բայց ինձ կարող է այդ նույնը հաճելի չլինի, օրինակ եմ ասում, հա։ Քո ստեղծած ամենակարևորը պետք է քեզ հաճելի լինի ու բարիք լինի։ Պետք է դեզի քեզ։ Պետք է շատ դեզի քեզ, հա։ Շատ լուրջ է սլաքային։ Դες այդ դեզելը խիա կարևոր, դա էի մտածում։ Ծրխի պետք է քո արածը քեզի դեզի խիա, դա երբ որ դու հավատում ես, որ ինչ-որ մի բան արժեքավոր է, ոչ մենակ քո համար, այլ ինչ-որ խմբի համար, հա, չգիտեմ, այդ խումբը կլինի ընտանիքդ, կլինի ազգդ, կլինի մարդկությունը։ Դու դա լմա քո շարժիչը ոնց որ էս ամեն ինչի մեջ, հա, այդ գիրքի մեջ, որովհետև կարելի է երևի sense մեկնաբանել, ասենք այդ կլասիկ Դեյլ Քարնեգի բանի գրքերից են, որ ասենք Դեյլ Քարնեգի բանը գրքի մեջ մի հատիկ բաներ ասում, որ Ինչպես ձեռք բերել ընկերներ եւ հա դրա մեջ ասում եմ ոնց որ ըստ իրա թե ինչ որ մի հատ ուրիշի էր ցիտում թե վայ թե ըստ իրա էր որ մարդիկ ունեն ոնց որ երկու կարևոր մոտիվացիա կյանքում մեկը ըստ իրա ոնց որ սեռական բավարարվածության մոտիվացիան հա մյուսը սեփական նշանակալիության գաղափարն է փառքի Ես սիրում եմ էսի մտցնել սրա տակ, ինձ թվում է էսի մասնավոր դեպք է սրա ոնց որ սեռական բավարարվածությունը Ըստ քեզ սեռականն է մտնում փառքի տակ, թե փառքն է մտնում սեռական։ Չէ, սեռականն է մտնում փառքի տակ, հա։ Այսինքն ըստ քեզ փառքը որ կա, որ ասում է դե քեզ սկսենք, ասում է բայց համալսարանը ոչ մեկ դե չի իմանա։ Ասում է ինչի՞ սա բե։
Այսինքն ըստ քեզ փառքը ամենավերին էշելոնում, հա։ Հա, միանշանակ համար 1 տեղում է։ Համար 1 տեղում է։ Փառքը այդ գաղափարը, որ դու անում ես արժեքավոր բան, որ հետո մեկը քո նկարը խփելու է կամ սիարժա։ Սովեր արա։ Գալիլեո արա։ Մաման արասի։ Սս բաներ անում են տղեն այդ։ Էդի հայերի մեջ կա այդ մոմենտը շատ սիրուն էլի, արա որ ասում է խոսքի։ Է շատ իմանամ, արա ինչ էր կարան ասեն էլի, ասենք 90-ական թվերին պապան արա ակումուլյատորներ շինը դնում էր վրանի մեջ կայծեր տալի հոսանքեր դա։ Սենց ինչ-որ բաներ էլի ոսպս։ Լեգենդներ։ Պապան արա։ Ինչ պապա էր Նիկոլա Տեսլան տանձակեր, պապայի դեմ խոսքի։ Պապայի բանը լծվավ ապե, էդի անելու ընթացքում ինքը հաստատ էդ է մտածել, որ հարևանները հարևանները երեխեք ինչ գուլյատ են անելու, որ հետո նստի սենց արևի տակ ծխի ասում։ Դե պարեք։ Դե գուլյատ արեք, չէ։ Բաներ էր շինում պապան ակումուլյատորներ։ Հա, չէ, փառքը կա։ Ինձ թվում է էդ է կարևորը։ Երբ որ գտնես թե ինչն է քո փառքը թողելու, ապեր, անուն թողելու ընկեր։ Ու ոնց կուզես քո անունը հիշվի։ Հա։ Ումես։ Ինչ բարիքի մեջ կուզես տեղակայես քո անունը։ Ինչ գրքի մեջ կուզես քո անունը գրվի։ Ինչ պատի վրա կուզես քո անունը ասենք լինի նկարի թե։ Դբրոցի։ Հա, եղբայրետիկա էլի։ Հոլիվուդի աստղերը խոսքի գետնի էլի, Ճիշտ ես փառքի ասում, բաները էլի, դառնում է գոլ մարդկանց համար։ Այդ Արամ ասա դրան նկարը տեսել ես Մայքլ Ջեքսոնի աստղի մոտ Adidas-ի Մայքլ Ջեքսոն լավի մացի։ Կյանքս արա։ Փագենք։ Շատ լավ էպիզոդ, շնորհակալ ենք։ Եթե լսում եք դուր է գալիս, սիրով կարաք նաև հետևեք, շատ ուրախ կլինենք ու շատ ուրախ ենք, եթե կիսում եք այս հայացքները կամ ընդհանրապես դες հաճելի է այս ամեն ինչը լսել։ Շատ մերսիներ ու մենք էլ սիրով կխոսենք միշտ։ Հաջողություն ձեզ։ Լավ եղեք։ Michael Jackson, love him.